Շնորհակալություն պարոն Հարությունյան ելույթի եւ հարցերին պատասխանելու համար։ Դուք Ուժեղ Հայաստան կուսակցության ներկայացուցիչ չեք, դուք Նոր դարաշրջան կուսակցության ներկայացուցիչ եք եւ ենթադրաբար համագործակցում եք լայն համախոհության շրջանակում, բայց ես կարդացել եմ ձեր կուսակցության ծրագիրը եւ ինձ մոտ երկու հարց է առաջացել ձեր կուսակցության ծրագրի մասով էլի հարցը այդ նպատակը ուներ նշումս ոչ թե մյուս կուսակցության երբ որ դուք ելույթ եք ունենում դուք ելույթի ընթացքում ես շատ ուշադիր լսել եմ մոտավորապես մի 10 անգամ ասացիք եվրոպական իրավունք, եվրոպական արժեքներ, եվրոպական համակարգ, եվրոպական ինտեգրում, բայց ձեր կուսակցության ծրագրի մեջ ես ոչ մի անգամ չգտա եվրոպական բառը Եվ հիմնականում ներքաղաքական հարցերին էր անդրադառնում եւ միակ արտաքին քաղաքականության վերաբերյալ նշումը հետեւյալ նախադասությունն է արտաքին քաղաքականության ոլորտում կուսակցությունը անկյունակարային խնդիր է համարում Հայաստանը կենտրոն քաղաքականության իրականացումը պատմականորեն ձևավորված կապերի եւ հարաբերությունների ամրապնդման սկզբունքը Պատմականորեն ձևավորված կապերը ենթադրում եմ այն կառույցների գործընկերների մասին է, այդպես են կալվում հանրային խոսքում, որ կառույցներին արդեն իսկ ինտեգրված է Հայաստանը, մեր ավանդական գործընկերների մասին է խոսքը, ուզում եմ հասկանալ, որ պահից այդքան եվրոպական համակարգը ոնց որ ձեզ համար դարձավ առաջնահերթ, այնպիսին ինչպիսին ձեր ելույթում ներկայացրիք, ոնց տեղի ունեցավ այդ անցումը, եւ երկրորդ հարցս դուք ձեր Կուսակցության ծրագրում շատ եք շեշտադրում ունեք ընտրական համակարգի բարելավման ուղղությամբ Ես կուզեի նաև ձեր գնահատականը լսել, թե ինչպես եք դուք գնահատում Հայաստանի Հանրապետության ընտրական համակարգը 2018 թվականից առաջ եւ 2018 թվականից հետո։ Իմ գնահատականն այն է, որ 2018 թվականից առաջ եղել է համակարգային ընտրակեղծարարություն եւ բնականաբար մենք դրանից ձերբազատվել ենք։ Կիսում եք արդյոք դուք այդ գնահատականը։ Տիկին Ղազարյան, նախ իմ ելույթի մեջ ես նաև նշեցի պատասխան մեր գործընկերներից մեկի հարցի, որ նշված կուսակցության հիմնադիրը անձամբ ես չեմ եղել, այլ եղել է մեր այլ գործընկերներից մեկը, հետևաբար կուսակցության բացման պահին այդ մասով եվրոպական բառ ձեր ասած չնշելը ինքնին չի կարող հիմք հանդիսանալ պնդելու, որ եթե եվրոպական բառը նշված չէ, ուրեմն եվրոպական ուղղությունը բացառված է։ Սա մեկ, երկրորդ, ինչ վերաբերում է պատմական, այո, պատմականորեն Հայաստանի Հանրապետությունը միշտ լավ հարաբերություններ ա ունեցել նույն Եվրոպայում գտնվող Ֆրանսիայի Հանրապետության հետ։ Հետևաբար, կարծում եմ այդ տերմինների կամ ձեր բերած փաստարկները ինքնին հիմք չեն կարող հանդիսանալ այնպիսի տպավորություն ստեղծելու փորձ անելու համար, թե իբր այլ տեղից եկաք, մեկ է միանգամից եվրոպական բառը սկսեց ձեզ գրավել։ Սա մեկ։ Երկրորդ, ինչ վերաբերում է իմ գնահատականին, այո, ես գտնում եմ, որ ընտրական գործընթացում միշտ եղել են խնդիրներ, տարբեր փուլերում այդ խնդիրների աստիճանը եւ լրջությունը տարբեր է եղել, բայց ցավոք սրտին պետք է նաև արձանագրեմ, որ իմ համար շատ բացասական ընկալում կա վերջին ընտրությունների հետ կապված, որտեղ քաղաքացիական պայմանագիրը գիշերը ժամը 2-ին դադարեցնելով հաշվարկի process-ը հայտարարեց իր հաղթանակի մասին։ Հետևաբար այս պայմաններում չեմ կարող ձեր հետ համակարծիք լինել, որ մինչև 18 թվականը խնդիր էր, 18-ից հետո այդ խնդիրները լուծվեցին։ Շնորհակալություն։ Արձագանք։ Շնորհակալություն պատասխանի համար, պարոն Հարությունյան, հույս ունեմ հրապարակային է բոլորը լսեցին եզրակացություն կանեն ձեր արձագանքից։ Ես էլ ԿՊ հիմնադիր անդամ չեմ, բայց կիսում եմ մեր ծրագրային փաստաթղթերի պատասխանատվություն քաղաքական։ Ինչ վերաբերում է ընտրական համակարգերին, պարոն Հարությունյան, դուք եղել եք այն 114 ընտրակեղծարար ցուցակագրող ուսուցիչների փաստաբանը, որոնց մասին 17 թվականին հրապարակում կար։ Ես չեմ խնդրում, որ դուք փաստաբանի էթիկան խախտեք եւ պատմեք ոնց էին ցուցակներ հավաքում տնօրենները, բայց դուք դրան ծանոթ եք, ընդ որում հրապարակային ձեր գնահատականը եղել է, որ դուք չեք հերքում, որ այդ ցուցակները կազմվել են եւ գոյություն են ունեցել։ Միշտ օրինակ
այս վերջին ընտրությունների ժամանակ մի ձայնագրություն է հրապարակվել քոլեջի դասախոսի կողմից, որը հեռացվել է Կուրսկի պաշտոնից եւ ծառայողական քննություն է նշանակվել։ Դուք ուզում եք համեմատեք այս երկու իրավիճակները իրար հետ ու ասեք, դե հա, միշտ էլ խնդիրներ են եղել։ Չէ, պարոն Հարությունյան, եղել է համակարգված ընտրակեղծարարության մեխանիզմ Հայաստանում մինչև 18 թվականը։ Տիկին Ղազարյան, նախ արձագանքեմ ձեր վերջի դիտարկումներին, իմ բառերը խնդրում եմ չխեղաթյուրել, չփոփոխել իմաստը, ես հստակ ասում եմ, խնդիր ընտրական process-ում այո, եղել է նաև մինչև 18 թվականը, այդ խնդիրը շատ ցայտուն կերպով արտահայտվեց իմ կարծիքով 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին։ Ձեր ասածը կարծեք մտաբերեցի, երևի խոսքը վերաբերում է Դանիել Յոհաննիսյանի մասով վերջինի դեմ դպրոցի տնօրենների կողմից դատական պաշտպանություն հայցելուն, ես մեկ անգամ առիթ ունեցել եմ ասելու, հիմա եւս պնդում եմ, ես իմ մասնագիտական գործունեության ընթացքում, ինչպես մինչև 18 թվականը, այնպես նաև 18 թվականից մինչև արտոնագրի կասեցման պահը պաշտպանել եմ ինչպես ընդդիմադիր դաշտի տարբեր գործիչների, այնպես իշխանական դաշտի, հետևաբար, եթե ես այդ փուլում պաշտպանել եմ իշխանության որոշակի ներկայացուցիչի իրավունք շատ, դա չի կարա ներողություն եմ խնդրում, դա չի կարա նույնացվի իրենց մասով քաղաքական գնահատականը ինձ վերապահելու հետ։ Նազելի Բաղդասարյան։ Շնորհակալություն։ Այս տան պարոն Հարությունյան։